Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանդիպում եք քաղաքացիների հետ եւ տարբեր դժգոհությունների ներկայացնում։ Այո։ Ինչպես եք վերաբերվում այդ դժգոհություններին, օրինակ արցախցի կնոջ դժգոհությունը բազմաթիվ արձագանքներ լսեցինք։ Հարցը չհասկացա կներեք։ Վերաբերվում դժգոհություններին։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ես շատ Նարեկ ջան խանգարում ես։ Նախ եւ առաջ շատ հետաքրքիր է, որ Հայաստանում այլևս ինչի Հայաստանում աշխարհում երևի տենց օրինակ շատ քիչ կա, ենթադրում եմ, որ չի լինի, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը մետրոյում կարող է քաղաքացիների հետ շփվի եւ ես երեք համացանցն էի նայում, բացի դժգոհություններից եւ մնացածից, շատ ու շատ տարբեր երկրներից ակնհայտ էր, որ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանի Հանրապետությունը ի հեճուկս մեր ընդդիմադիրների հայտարարությունը այնքան բաց, այնքան ժողովրդավար երկիր է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բանավեճի է բռնվում իր քննադատի հետ մետրոյում եւ դա ուղիղ եթերով գնում է հենց վարչապետի էջով, դա միանշանակ դրական եմ գնահատում, ինչ վերաբերում է վեճին, վարչապետը դրա հետ կապված իր կարծիքը ասել է, ես համարում եմ, որ վեճի հետ կապված այդ ուղիղ եթերը հենց իրական պատկերը ցույց տալու համար է։ Այո, կան մարդիկ, բնական է, որոնք դժգոհ են, կան մարդիկ, որոնք քննադատում են, ես երեգել եմ ասի, չի կարող ազգային ժողովի պարլամենտի դահլիճում եւ Հայաստանի Հանրապետությունում որևիցե կուսակցություն լինի 100%-ով։ Մեզ դե բա ինչ էր։ Դե ես չեմ կարծում, լսեք, այն բռնությունը, այն բուլինգը, հա, հիմա հայտնի տենց բարկա, որը իրականացվում է իմ նկատմամբ, վարչապետի նկատմամբ, մեր ընտանիքի անդամների նկատմամբ, մեր ընկերների նկատմամբ, հենց նույնն է, մի րոպե, իմ երեխաները, չէ՞։ Իսկ ձեզ թվում է, հələ մի րոպե։ Նարեկ ջան, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք, ես դրան պատրաստ եմ, ես դրան չեմ բողոքում։ Ես անարդարությունից եմ բողոքում, որ ձեզ թվում է, օրինակ իմ երեխաները գրել չգիտեն, թե կարդալ չգիտեն, թե ինտերնետ չեն մտնում, հենց ձեր լրատվամիջոցները, որ Ալեն Սիմոնյան անուն ազգանունը, չգիտեմ, մեկը 5 րոպե հարցազրույց է տալի, վերջում ասում է, բայն Ալեն Սիմոնյանը, բռնում վերնագիր եք դնում,այն Ալեն Սիմոնյանը 5 րոպե մարդը նայում, ասենք իմ երեխեքը չէ, այսինքն այդ ամեն ինչը դուք անում եք, բայց չեք նկատում մեր նկատմամբ, ներողություն, մեր նկատմամբ, վարչապետի ընտանիքի նկատմամբ, վարչապետի երեխեքի, իմ մոր, իմ ընտանիքի անդամների նկատմամբ, այդ չեք նկատում։ Լսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը վրդոված, որովհետև խոսք է գնացել Հայաստանի Հանրապետության սահմանի մասին, խոսք է գնացել մեր երկրի մասին, վրդոված ասել է, բայց ես ինչ եք խոսում, մեր երկիրն է, էս է ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, ինչ էր ասում էր, ձեր երեխան մի արեք դա, ձեր երեխան պետք է այս երկրում ապրի, վա, տեսակ բան եղավ, ուրեմն, կրկնում եմ, դա բանավեճ է եղել և վարչապետը դրանից հետո այն բոլոր մտահոգությունների դեպ երևի եթե չեմ սխալվում, առաջին հենց ձեզ ասեց Շենգավիթում, ասեց եթե ինչ-որ բան կա, որը որ ես ինչ-որ չափով անցել եմ, ես ներողություն եմ խնդրում, հետո ուղիղ եթերում ներողություն խնդրեց, հետո մի հատ էլ ստատուս գրեց, ես չգիտեմ Հայաստանի Հանրապետությունում քանի երկրի ղեկավար կա, որ երբևիցե որևիցե մեկից ներողություն է խնդրել, այլ ոչ թե դրանից հետո նույնիսկ հոխորտացել է։ Հենց որ փաշիներ ներողություն կխնդրեն։ Միանշ, իսկ քիչ ա եղել, որ տենց ա եղել։ Իսկ քիչ ա եղել։ Հələ մի րոպե, իսկ քիչ ա եղել, որ տենց ա եղել։ Կարամ լիքը օրինակ, արձագանքից հետո նոր ներողություն խնդրեց հաշվառելով որ ընտրությունը։ Ոչ, մշտապես վարչապետը ելույթ ունի, որտեղ ասում է, որ ներողություն խնդրելը այն մարդուն, որ ներողություն է խնդրում, բարձրացնում է։ Դուք հիմա ինչ եք հարցնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այն մարդն էր, որով տենց մշտապես մարդկանցից հեռու եւ այլն, ավելի։ Ձեր դոշի այդ քարտեզի վրա Արցվաշենը չկա եւ Նիկոլ Փաշինյանը երբ գալիս էր քարտեզով, Արցվաշենը միշտ պահում էր, բայց ուր է։ Միշտ առանձին պահում էր, հասկանում։ Հես Արցվաշենը։ Լսի, հես Արցվաշենը։ Փաշինյանը միշտ առանձին պահում էր իր ձեռքում եւ Սխալ գիտես, հես Արցվաշենը, ու ես չափ մասշտաբի մեջ ներողություն եմ խնդրում, Արծվիկ Մինասյանը չես գլխից, որ վերել էինք այստեղ վերևի Հայաստանի քարտեզն էին կպցրել, ասում էր մեջը Սևանի ջուր չկա, թարգեք այդ Ուղղակի Փաշինյանը միշտ Արցվաշենը պահում էր իր ձեռքում, եւ քանի որ Ալիևն ասում է չէ վերադարձնել, մեկ մտածեցինք պայմանավորվածություն կա։ Դու առանձին պահի քո մոտ, հենց ուզում եմ ցույց տալ։ Հես Արցվաշենը կա։ Արցվաշենը խնդրում եմ
ուշադիր եղեք։ Եվ երեք փաստաբանը պարոն Սիմոնյան, երեք հազանգում էր, որ փաստորեն Կորնիձորում երեք արցախցի լուսանկարվել է Արցախի ֆոնին եւ ազգային անվտանգության ծառայությունը նրանց վերադառնալիս հեռախոսները խլել է ձեռքից, տալել են ոստիկանություն, այնտեղ ասել են, եթե այդքան կարոտել եք Արցախը, վերադարձեք այնտեղ, հանձնվեք, այս ամեն ինչը որքանով է ընդունել եւ արդյոք հիմա Արցախի ֆոնին նկարվել արդեն քրական պատասխանատվություն է ընդհանրում։ Ուզում հասկանամ, ինչ հետաքրքիր է զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչ եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում։ Զուտ հետաքրքիր է։ Չեմ հասկանում։ Հայկա, հա, հասկացա։ Իսկ ուզում եմ հասկանամ, իսկ ինչի այդ նույն Ղարաբաղի սահմանադրության անվանումը չեք տալիս։ Ուղղակի հետաքրքիր, Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին խոսք։ Ինչի չեք տալիս։ Որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք եւ դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական սխալ է անում։ Պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ որ մի երկրում, ինչ որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ-որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք։ Ոչ մեկ չէ։ Ես ներողություն եմ խնդրում Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է եւ բախեք ուրիշ անդամ։ Ես դեր հետ համաձայն չեմ։ Ես լուրջ ես ասում, դրանից հետո ինչ ա եղել։ Այդ ձեր մտածելակերպը անջատեք Հայաստանի Հանրապետություն, բախի չէր ճանաչում 30 տարի այդ անկախը Հայաստան, էս է Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից էսկոմ Թուրքիա է, սրանից էսկոմ Վրաստան է եւ Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է։ Սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էսկոմ Ադրբեջան է։ Հանեք այդ, հեսա Արցվաշենը սպանել եք փուճուրա, մոտիկ բերեմ նայի։ Թագեք, քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ այդ անունը ինչա, ինչ Գյորջայան ասում, լսեք, հիմա մանկապարտեզ չի, ուրեմն կրկնում եմ, նախ եկեք չհամատենք, որտեվ ես չգիտեմ վերջին անգամ իրան երբ են ասել, գնացեք նայեք, կգաք ինձ կասեք վերջին, կպատասխանեմ, ստեմ չեմ գնում, եկալնի վերջ ասում, կշարունակենք, ստեղ եմ, ինչն էր հարցը, ինչի են տարել, չգիտեմ, դիմեք ազգային անվտանգությանը, ես ազգային անվտանգության տնօրենն չեմ։ Ես հարցնում եմ, ասում կարող է վտանգավոր լինի եւ քրական պատասխանատվության ենթարկվեն, ես Արցախի ֆոնին փաստորեն նկարվել է։ Վտանգավոր լինի։ Ֆոնին նկարվել է Արցախ։ Ես չգիտեմ Արցախի ֆոնին նկարվել է ինչա նշանակում, ներողություն եմ։